Եվ այսպիսով սիրելիներ, սկսենք մեր խոսքը հետևյալն է, Աստծո տուն։ Գիտեք, այս վերջի ընթացքում ուշադրություն դարձրի մի բանի վրա, որ երբ որ ավետարանում եմ մարդկանց եւ խոսում եմ Տեր Հիսուս Քրիստոսի մասին, շատ հաճախ մարդիկ սկսում են հարց տալ. Իսկ դու եկեղեցի հաճախում ես։ Ես հասկանում եմ նրանք ինչ են ուզում ինձանից իմանան, բայց ասում եմ, իսկ դու գիտես եկեղեցին ինչ է, որ ինձանից էլ հարցնում ես։ Դե Աստծո տուն գնում ես։ Ասում եմ, բայց դուք գիտեք Աստծո տունը ո՞րն է, որ ինձանից հարցնեք, ես գնում եմ թե չէ։ Շատ հաճախ հասկանում եմ, որ մարդիկ այդ հարցը տալիս ոչ էլ հասկանում են, թե ինչ է նշանակում Աստծո տուն եւ ինչ է նշանակում եկեղեցի բառերը։ Դրա համար առաջարկում եմ, որպեսզի մենք այսօր մի քիչ քննենք Աստվածաշունչը, որպեսզի հասկանանք, ո՞րն է Աստծո տունը եւ ինչ է եկեղեցին։ Ցելներ այս տարին հրճակված է արթնության տարի, որպեսզի մենք արթնանանք, մենք էլ պետք է հասկանանք, թե ուր ենք գնում եւ ինչ ենք անում։ Համաձայն եք դրա հետ։ Փառք Հիսուսին։ Ուրեմն մի քիչ առաջացնելով վերցրել եմ Աստվածաշունչի մեջից միտեղ, երբ առաջին անգամ գրված է Աստծո տուն բառակաբացությունը։ Պատմությունը հետևյալն է, սկսվեց դա Իսահակի զավակներից։ Իսահակը մի Աստծո ձյալ էր, հուսով եմ, որ կարդացել ենք եւ գիտենք, ամենայն դեպս նրա ծնվեցին երկու զավակներ։ Եսավը եւ Հակոբը։ Եսավը ավագն էր, Հակոբը փոքրն էր։ Հենց սկզբից նրանք մոր որովայնում իրար հետ կռվ էին տալիս եւ իրար հետևից միանգամից ծնվան։ Գրված է, որ Հակոբը բռնել էր եղբոր ոտքը ծնվելուց։ Այդ աշճանը ուզում էր, որպեսզի ինքը առաջինը լիներ։ Այդ աշճանը այդ մարդը կամենում էր, որպեսզի Աստծո օրհնությունը նրան հասնի։ Այն ժամանակներում այնպես էր, որ ինքստինքյան, ասենք ասենք, հա, Աստծո օրհնությունը փոխանցվում էր հորից ավակ որդուն։ Բայց մենք տեսնում ենք, որ Հակոբը ամեն բան անում էր, որպեսզի Աստծո օրհնությունը իրան հասնի։ Եվ գրված է, որ Հակոբը տունն էր, իսկ Եսավն էր որսորդն էր, միշտ դաշտերն էր։ Հայրը սիրում էր Եսավի բերած միսի էպած կերակուրները, իսկ Հակոբն ամբողջ օրը մոր հետ էր կարելի ասել։ Եվ այդ պատճառով հայրը սիրում էր ավագ զավակին, մայրը փոքրին։ Ու ստացվա, որ մի օր Եսավը վերադարձավ որսից, երևի որ անհաջող էր ստացվել որսը եւ նա սոված էր գրածը։ Իսկ Հակոբը ճաշեր էպե։ Եվ Եսավը նրանից խնդրեց եւ ասեց. «Խնդրում եմ, տուր այդ կերակուրից, որ դու էփել ես, ես էլ ուտեմ, որովհետեւ սոված եմ»։ Հակոբն էլ ասեց. «Եթե ուզում ես, ուրեմն վաճառիր ինձ քո անդրանիկությունը, եւ ես կդամ քեզ այդ ճաշից եւ դու էլ կճաշակես»։ Եվ Եսավը, քանի որ սոված էր, պատասխանեց ու ասեց. «Ինչի՞ս է պետք իմ անդրանիկությունը, քանի որ ես սովից մահանում եմ, վերցրու, տուր ինձ, ես ուտեմ»։ Եվ այդ օրը Եսավը անհարգեց իր անդրանիկությունը եւ մի թաս հացով, կարելի ասել, փոխեց։ Եվ օրհնությունը տվեց Հակոբին։ Անցավ որոշ ժամանակ, Իսահակը ծերացավ եւ կանչեց իր որդուն Եսավին եւ ասեց. «Գնա որսի միս բեր, կերակուր պատրաստիր, ուտեմ եւ քեզ օրհնեմ»։ Եսավը գնաց, որպեսզի որսը։ Այդ ընթացքում գրված է, որ Հակոբի կինը Ռեբեկան լսեց Հակոբի ասածը։ Կներեք, Իսահակի կինը Ռեբեկան լսեց Իսահակը ինչ ասում իր Եսավ զավակին։ Եվ կանչեց Հակոբին իր մոտ եւ ասեց. «Գնա մինչեւ եղբայրդ դաշտերն է, ուլի ձակեր բեր, ես կերակուրը կպատրաստեմ, կտանես հորդ մոտ, եւ քանի որ հայրդ արդեն կուրացել է, քանի որ ծեր է, Աստծո օրհնությունը քեզ կվերցնես»։ Մի խոսքով, մայր ու տղա կազմակերպեցին ամեն ինչ, ճաշը էպեցին, տարան հորը կերակրեցին, հերն էլ օրհնեց։ Եվ Հակոբը դարձավ Աստծո օրհնյալը։ Եսավը վերադարձավ, ամեն ինչ իմացավ, շատ բարգացավ եւ ասեց, որ կսպանի եղբորը։ Այդ մասին եւս իմացավ Ռեբեկան, կանչեց Հակոբին իր մոտ եւ ասեց. «Գնա փախիր Խարան, իմ եղբոր Լաբանի տունը, եւ այնտեղ էլ միանգամից կփսակվես»։ Մի խոսքով Հակոբը վեր գնաց ճանապարհ։ Պատկերացրինք, չէ, ով էր Հակոբը։ Հակոբը նա այն մարդն էր, ով ամբողջ սրտով փափագում էր Աստծուն ու ամեն բան պատրաստ էր անել, որպեսզի հասներ
Աստծո օրհնությանը։ Եվ գրված է, որ Հակոբը հոգնեց, մի քար վերցրեց, դրեց գլխու տակ ու քնավ։ Եվ գիշերը քնաստեղը երազ տեսավ։ Երազում նա տեսավ մի մեծ աստիճան, որը գալիս է երկնքից մինչև ներքև։ Եվ այդ աստիճաններով վեր ու վար էին անում Տիրոջ հրեշտակները։ Եվ աստիճանի վերևում կանգնած էր հենց ինքը Տերը։ Եվ Աստված Հակոբին խոսք է տալիս եւ ասում է, որ ուր էլ որ գնաս քեզ հետ կլինեմ, կպահպանեմ քեզ, կբազմացնեմ քեզ եւ քեզանով կորտնվեն բոլոր ազգերը այս երկրի վրա։ Ինչ հիանալի երևույթ է, չէ՞ սիրելիներ, մարդը երազ է տեսնում եւ Աստված գերբնական ձևով նրան երազի մեջ ամեն բան հայտնում է։ Եվ գրված է հետեւյալը. Ծննդոց գրքից են կարդում 28-րդ խոսքը, 16-ից 22-րդ խոսքը։ Եվ Հակոբը զարթնեց իր քնիցը եւ ասեց. Իրավի Եհովան այստեղ է, եւ ես չգիտեի, եւ վախից եւ ասեց. Ինչ ահավոր այստեղը այս առավոտանից կանուխ վեր կացավ, կներեք, այս ուրիշ բան չէ, բայց միայն Աստծո տուն է։ Սա երկնքի դուռը։ Եվ Հակոբն առավոտանից կանուխ վեր կացավ եւ առավ այն քարը, որ իր գլխի տակ էր դրել, որ նրան արցան կանգնեցրեց, եւ նրան գլխին յուղ ոտեց։ Եվ այն տեղի անունը Բեթել դրավ, բայց առաջ այն քաղաքի անունը Լուզ էր։ Հակոբը ուխտ արավ եւ ասաց. Եթե Աստված ինձ հետ լինի, ինձ պահե այս ճանապարհումը, որ գնում եմ, ինձ ուտելու հաց ու հագնելու հանդերձ տա, եւ ես խաղաղությամբ հետ դառնամ իմ հոր տունը։ Եհովան ինձ համար Աստված լինի, եւ այս քաղաքը, որ ես արցան կանգնեցրի, Աստծո տուն լինի, եւ այն ամենից, որ դու ինձ տաս, ես քեզ տասանորդ կտամ։ Փառք Հիսուսին, մի խոսքով Հակոբը վեր է կենում, վերցնում է քարը յուղով ոցում է եւ ասում է. Եթե Աստված ինձ հետ լինի եւ ինձ օրհնի, այստեղը կդառնա Աստծո տուն։ Սերներ, որ գրված է Եհովա, ասում եմ հիմա նրանց համար, ով on-line է մեզ դիտում, մենք Եհովայի վկաներ չենք։ Աստծո անունը հին ուխտում գրված է Եհովա։ Այնուամենայնիվ, վերադառնանք մեր Հակոբին։ Հակոբը յուղով ոցեց քարը ու շարունակեց իր ճանապարհը։ Ամեն ինչ լավ է։ Հետո գրված է, որ Աստված Հակոբին տարիներ հետո վերադարձրեց այդ վայրը։ Ու ուշադրություն դարձրինք, չէ՞։ Քաղաքի անունը Լուզ էր, Հակոբը փոխեց անունը դրեց Բեթել, Աստծո տուն։ Եվ խոսք տվեց եւ քարը դրեց, որ այդտեղ կլինի Աստծո տունը կկառուցվի։ Երկար տարիներ կարդում էի ու առաջ էի անցնում։ Այս անգամ պատրաստվելուց սկսեցի փնտրել, թե վերջը կառուցվել է այդտեղ Աստծո տուն, թե չէ։ Գիտեք հետաքրքիրը որն է։ Երբ որ Աստված հետ վերադարձրեց Հակոբին, երկար ժամանակ Հակոբը եւ նրա ցեղը այդ վայրում Բեթել քաղաքում շատ բարի ու շատ լավ ձևով ապրում էին։ Գրված է, որ Հակոբը նույնիսկ այդտեղ զոհասեղան կառուցեց, որպեսզի Աստծուն ողջակեզներ մատուցե։ Բայց անցան տարիներ եւ եկավ այն ժամանակը, երբ Սողոմոն իմաստունը մահացավ։ Եվ նրա որդին Ռոբավամը պատրաստում էր ընդունել թագավորությունը։ Եվ նրա մոտ եկավ Երովամը։ Կներեք, կանոնները մի քիչ դժվար են, բայց ամենայն դեպս Երովամը եկավ։ Եվ իր հետ բերեց Իսրայելի ժողովրդին։ Եվ նրանք խնդրեցին Ռովաբամից, Սողոմոն իմաստունի զավակից, որպեսզի նա քչացնի այն հարգերը, որ Սողոմոն իմաստունը դրել է նրանց վրա։ Սողոմոն իմաստունի զավակը, այդպես ասեմ, որպեսզի կարողանանք տարբերենք, Ռովաբամը գնաց եւ խորհրդակցեց իմաստունների հետ։ Իմաստունները ասեցին քչացրու, բայց նա նրանց չլսեց, այլ լսեց իր հասակի ընկերներին, որոնք նրան խորհուրդ տվեցին, որ չքչացնես։ Մի խոսքով նա վերադարձավ եւ հայտնեց իր կամքը, որ չքչացնելու։ Այդ ժամանակ Իսրայելի ժողովուրդը երես թեքեցին Ռովաբանից եւ իրանց վրա թակավոր օծեցին Հերովաբանին։ Եվ Ռովաբամի հարգերը հավաքողներին քարկոծեցին եւ սպանեցին։ Ու գրված է Ռովաբամը վախուց փախած գնաց հետ։ Ու այդտեղը օծեցին իրանց վրա Հերովաբամին։ Անցավ որոշ ժամանակ
Այս հորովաբանը սկսեց քաշեց իր սրդի մեջ, ոչ դրեց, ոչ վերցրեց, այլ արեց հետևյալը։ Ուրեմն երրորդ թագավորաց 12-րդ գլուխն ենք կարդում 26-ից 29 խոսքը։ Եվ Երովաբամն ասեց իր սրտումը. հիմա պիտի թագավորությունը հետ դառնա Դավթի տանը, եթե այս ժողովուրդը վեր գնա Երուսաղեմ, Տիրոջ տանը զոհմադուցելու համար, այն ժամանակ այս ժողովրդի սիրտը պիտի դառնա դեպի իրենց տերը, Հուդայի թագավոր Ռովաբամը։ Եվ ինչ պիտի սպանեն, եւ ետ դառնան Հուդայի թագավոր Ռովաբամին, եւ թագավորը խորհուրդ առավ եւ երկու ոսկի հոր չինեց եւ ասեց նրանց. Բավական է ձեզ Երուսաղեմ գնալը, ահա քո աստվածները, ով Իսրայել, որ քեզ հանեցին Եգիպտոսի երկրիցը, եւ մեկը դրավ Բեթել, եւ մեկը դրավ Դան։ Հիշում ենք Բեթել քաղաքը։ Դա այն քաղաքն էր, որը Հակոբը օծել էր եւ ասել էր այստեղ կլինի Աստծո տունը։ Անցան տարիներ եւ մեկը բերեց ոսկե ցլեր դրեց կուրկ ու ժողովրդին սովորացրեց կռապաշտություն։ Ինչ ծանոթ նոտաներ են, չէ՞ սիրելիներ։ Շատ լավ երազերտես է, Աստված էր նրան հայտնվե։ Այստեղը սուրբ է, սպիտակ շորով մարդ եմ տեսա, հրեշտակներ են ինձ երևաց է։ Բերեք այստեղ մի բան կառուցենք, Աստծուն պաշենք։ Եվ անցնում են տարիներ եւ հասկանում ենք, որ մարդիկ հայտնվում են ցավոք սրտի կռապաշտության մեջ։ Հաջորդը, որ շատ զարմացա, դա քարն էր, որը Հակոբը օծեց։ Քարը, պարզվում է, որ Հակոբը օծեց, շոտլանդացիները գտել են ու տարել են իրանց երկիր։ Ահա այդ քարը, տեսնում եք, ատորիտակն, առանձին քարի նկարն է կա, չէ՞ հայք։ Խնդրում եմ, նայեք։ Նրանք հաստատում են, որ այս քարը Հակոբի օծված քարն է։ Նրանք տարել են այս քարը իրենց մոտ, կոչել են սա ճակատագրի քար։ Ու ամեն անգամ, երբ որ նրանք նոր թագավորներ են օծել, դարեր շարունակ, թագավորը նստել է սկզբից այս քարի վրա, թագադրության ժամանակ, հետո էլ այդ քարը դրել են գաղհիտակը եւ թագավորը նստել է այդ քարի վրա։ Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Փաստորեն քարը դարել է նրանց համար կուրկ։ Հետո անգլիացիներն եկել են, գրավել են այդ քարը, տարել են 7 դար այս քարը գտնվել է Անգլիայում, պատկերացրեք։ Հետո մի կերպ նորից նրանք հետ են խնդրել ու հետ են տարել, որովհետև նրանք հավատում են, որ սա այս քարը իրանց սրբություններից մեկն է։ Ու հիմա այս քարը գտնվում է Շոտլանդիայում։ Եվս նորից նույն նոտաները, կռապաշտություն, այս անգամ քարապաշտություն։ Ծանոթ է, չէ՞, ցավոք սրտի քարապաշտությունը։ Սերներ, ցավոք սրտի, մենք մարդիկ մեր հանճարով, երբ որ ուզում ենք Աստծո ուշադրությունը գրավենք, սկսում ենք տարբեր բաներ անել։ Սկսում ենք կուրքեր ստեղծել, քարեր համբուրել, քարեր գուրգուրել, քարերի առջև խոնարհվել, սողալով ծնկների վրա չգիտեմ ուր քայլել։ Ինչ է թե որպեսզի մենք Աստծո ուշադրությունը գրավենք։ Գիտեք, սիրելի եկեղեցի, շատ լավ է, որ մեր ազգը ունի հարյուրավոր տարիների պատմություն եւ ունենք շատ գեղեցիկ ճարտարապետություն եւ շատ գեղեցիկ քարեր, որ կառուցվել է հայոց պատմության մեջ։ Եվ իհարկե մենք դա պետք է գնահատենք եւ պահպանենք, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է թողնենք կենտանի Աստծուն եւ պաշտենք քարերին։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Սիրելիներ, եթե մենք ուզում ենք, որպեսզի գրավենք Աստծո ուշադրությունը, ընդամենը մի բան է մեզանից պահանջվում, որպեսզի լինենք խոնարհ նրա խոսքի առջև։ Խոնարհ, այսինքն դա նշանակում է ընդունենք նրա խոսքը եւ կատարենք։ Դա միակ ձևն է, որպեսզի մենք կարողանանք իրավ գրավենք Աստծո ուշադրությունը։ Փառք Հիսուսին։ Լավ, վերադառնանք Աստվածաշունչին, ուրեմն հաջորդ դեպքն է հետաքրքիր եւս, որ գրված է Աստծոտուն բառակաբացությունը Աստվածաշունչում։ Դա ուրեմն գրված է Դատավորաց գլխում 17-րդ գլխում է դա նկարագրված, այդ պատմությունը։ Ուրեմն կար մի մարդ, նրա անունը մի րոպե ասեմ ձեզ, Միքայել։
Եվ գրված է, որ իսկ մի օր չգիտեմ դա ինչ էր կատարվել, ոնց էր կատարվել, գրված է, որ մի քան մոտեցավ իր մորը եւ ասեց, որ այն գումարը, որ քեզանից տարել են, հետ եմ վերադարձրել։ Եվ նրա մայրը նրան պատասխանեց, ուրեմն կարդում ենք Դատավորաց 17-րդ գլխուց 3-ից 10-րդ խոսքը։ Եվ նա 1100 կտոր արծաթը հետ վերադարձրեց իր մորը, բայց նրա մայրն ասեց. Ես այն արծաթն իմ ձեռքը տիրոջը նվիրեցի, իմ որդու համար, նրանով քանդակած եւ թափված կուրկեր շինելու համար։ Հասկանում ենք, չէ՞, արդեն կուրկեր են շինում։ Եվ հիմա այն քեզ եմ դարձնում, իսկ նա այն արծաթը, որ մորը դարձրեց, եւ մայրը 200 արծաթ առավ եւ ոսկերիչին տվեցին, նա էլ նրանց քանդակած եւ թափված կուրկ շինեց։ Եվ Միքայի տանն էր լինում, եւ այդ Միքայի մարդը մի աստվածների տուն ունեցավ, աստվածների փոքրատարով է գրված։ Այսինքն աստվածների տուն ունեցավ Միքան։ Իր սրտում նա մտածեց, որ ամեն ինչ լավ էր կյանքի մեջ։ Հետո կարդում ենք շատ հետաքրքիր մի բան է գրված. եւ Եփուտ եւ թեփում շինեց եւ իր տղաներից մեկին օրհնեց իր համար քահանա։ Ահա քահանա է գտավ իր համար, տղուն օծեց քահանա։ Հա? Հետո շարունակում ենք. այն օրերը Իսրայելի մեջ թագավոր չկար։ Ամեն մարդ իր աչքի հաճելի եղած անում էր։ Թագավոր չկար գրված է եւ ամեն մարդ ինչ իրան հաճելի էր գտնում, դա էլ անում էր։ Որոշեց մարդը իր համար Աստծուն սարքեց, կուրկերին դրեց, որդուն քահանա օծեց, եկեղեցի է կառուցում, հասկանում եք, Աստված է իրան զգում։ Ու շարունակում ենք, ասում է. եւ Հուդայի ազմատոմից, Հուդայի Բեթելհեմից մի պատանի կար եւ նա ղեֆտացեր։ Մի քիչ հետո կանդրադառնանք եւ կտեսնենք, որ Աստված ընտրել էր ղեֆտացիներին, որովհետեւ նրանք լինեին նրա համար քահանա։ Եվ ասում է, նա ղեֆտացեր, եւ այսինքն քահանայի ցեղից էր։ Եվ շարունակում ենք, ասում է, եւ այնտեղ էր բնակվում պանդուխտի պես։ Ու այդ ղեֆտացին պանդուխտի պես այդտեղ էր բնակվում։ Եվ այս մարդը Հուդայի Բեթլեհեմ քաղաքիցը դուրս եկավ եւ որ պանդուխտություն անի։ Որ գտնե եւ ճանապարհորդություն անելով եկավ մինչեւ Եփրեմի սարը, մինչեւ Միքայի տունը։ Եվ Միքան նրան ասեց. որտեղից ես գալիս, եւ նա նրան ասեց. ղեֆտացի եմ, մի խոսքով անցնենք մի քիչ առաջ, եւ Միքան նրան ասեց. ինձ հետ բնակվիր եւ ինձ համար հայր եւ քահանա եղիր։ Եվ ես քեզ տարուց տարի 10 արծաթ եւ հագնելու հանդերձ եւ քո ուտելիքը կտամ։ Պատկերացրեք, չէ՞ ինչ է կատարվում։ Մի քեզ իր ոնց որ զավակին ընդրեց որպես քահանա, որոշ ժամանակ անցավ, հրաշքով քահանայի սերունդից մեկի հետ ծանոթացավ եւ առաջարկում է, ասում է, ով ես, նա էլ ասում է, քահանայի սերունդից եմ։ Դե որ քահանայի սերունդից ես, արի քեզ կերնի արծաթ կտամ, դու էլ արի իմ տունը բնակվի, դարձիր իմ կուրկերից հետ ծառայող քահանա։ Ինչ հետաքրքիր է, քահանայի ցեղից էր ղեֆտացին։ Նա հստակ գիտեր ինչ է կուրկը, որ չի կարելի կուրկերին ծառայել։ Ու կարծես թե պետք է Միքային բացատրել, որ սխալվում ես։ Կրապաշտության մեջ ես։ Արթնացիր, բայց նա ուրախացավ, փող է կբել Լիկոբիդ ասած, կներեք արդայությունից համար։ Ու գնաց իր մոտ քահանայության անելու ասում են։ Անցավ որոշ ժամանակ Դանի զավակները գրված է իրանց համար բարիկներ են փնտրում։ Դանն է դա Հակոբի զավակներն են։ Իսկ սկզբանե նրանք գիտեն, որ կռապաշտությունը դա մեղք է։ Եվ գրված է 5 հատ լրտես ուղարկեցին Դանի ցեղից, որովհետեւ նրանք գնան այդ երկիրը քննեն նայեն ինչ է կատարվում, էլի։ Եվ նրանք էլ եկան հասան Միքայի տունը։ Ու գրված է, որ նրանք լսեցին այդ ղեֆտացու ձայնը եւ ճանաչեցին, փաստորեն իր այդ ծանոթ էին։ Ու նրան հարցրեցին ինչ է կատարվում, ինչ է սանում այստեղ եւ նա դրեց նրանց բացատրեց, որ այսպես Միքեն ինձ ոնց որ վարձ է տվել, քահանայի օձը, ծառայում եմ նրա տունը, հեսա մեր կուրկերը, մեր եկեղեցին, մեր տաճարը, ու մեր մոտ ամեն ինչ լավ է։ Եվ Դանի զավակները գիտեին, ամեն ինչ գիտեին, նրանք հասկանում են, որ դա կռապաշտություն է։ Գոնե նրանք կարծես թե քահանային խելք հասկացնային, հա? Բայց գիտես ինչ կատարվավ։ Նրանք էլ ասեցին քահանային, գնա Աստծուց որպես է հարցրու, մեր ճանապարհը օրհնված կլինի, թե չէ։
Եվ Դատավորաց 18-րդ գլխում 6-րդ խոսքը ասում է. «Եվ քահանան նրանց ասեց», այսինքն ոչ հարցրեց, ոչ պատասխան լսեց, ուղղակի ասեց. «Եվ քահանան նրանց ասեց. գնացեք խաղությամբ, ձեր գնաց ճանապարհը Տիրոջ առաջն է»։ Եվ գրված է, որ նրանք գնացին, լրդեսեցին, ինչ որ պետք է տեսան, վերադարձան մի խոսքով բոլոր Դանի ազգի մոտ 600 հոգի մարդ հավաքեցին զինված, վերադարձան հենց սկզբից Միկեի տուն։ Էլ չկարտամ, բայց հետևյալն է կատարվում։ Վերցնում են կուրքերը, վերցնում են քահանային առաջարկում են եւս նոր գումար, տանում են կուրքերը իրանց մոտ, դնում են իրանց մոտ ու սկսում են պաշտել։ Իրանց համար դա Աստծո ներկայությունն է, Աստծո տունն է։ Այ քեզ բան։ Հետաքրքիր է, չէ՞։ Ինչ որ մեկը տաճար կառուցեց, մի հատ քահանա գտավ, բերավ գանացրեց, քահանան ծառայեց, մարդիկ ընկան քրապաշտության տակ, նաև այն մարդիկ, ով գիտեն ու պետք է կանգնեցնեին այդ ընթացքը, նրանք էլ ազգով ընկան քրապաշտության տակ ու սպես շարժվում են իրանց համար։ Բայց մի բան կա, որ ուզում եմ անպայման կարտամ, որ գրված է Դատավորաց գրքում 18-րդ գլուխը 30-ից 31 խոսքը։ Եվ Դանի որդիքը քանդակած կուրկը կանգնեցրեցին իրենց համար, եւ Մանեսի որդին Գերսոնի որդի Հովնաթանը ինքը եւ իր որդիքը մինչեւ երկրի գերություն օրը Դանի ցեղի քահանաներն էին։ Այսինքն որոշ ժամանակ նրանք Դանի ցեղի քահանաներն էին։ Ուստի նրանք Միքայի շնած կուրկերն իրենց համար պահեցին։ Եվ գրված է հետևյալը. որչափ ժամանակ, որ Աստծո տունը Սելովի մեջ էր։ Որչափ, այսինքն այդ ամբողջ ընթացքում։ Գրված է, որ այդ ամբողջ ընթացքում Աստծո տունը գտնվում էր Սելովի մեջ։ Եվ նրանք այդ մասին գիտեին։ Աստվածաշունչ ասում է, որ Աստծո տունը Սելովի մեջ էր։ Փորձենք հիմա հասկանանք, թե ոնց կառուցվեց Սելովի մեջ Աստծո տունը։ Ուրեմն սկսենք սկզբից, որովհետեւ կասկածներ չմնա, չեմ կարտալու, որովհետեւ ժամանակը չի հերիք է։ Իմ բառերով փոխեմ փոխանցել։ Աստված ստեղծեց Ադամին եւ Եվային դրեց պարտեզի մեջ։ Գրված է, որ Աստված խոսում էր Ադամի եւ Եվայի հետ։ Կենտանի շփում կար։ Մինչև անպահը, երբ որ Ադամն ու Եվան մեղք գործեցին։ Չլսեցին, չհնազանդվան Աստծուն, կարևորը չհնազանդվան Աստծուն, հա, ու կդրվան Աստծո փառքից։ Բայց Աստված, որպեսզի փրկի մարդկանց, շարունակում էր իր ընտրած մարգարեների հետ իր շփումը։ Եվ գրված է, որ ուրեմն Ադամից հետո Տերը խոսում էր Ենոքի հետ։ Ենոքից հետո նա ընտրեց Նոյին, եւ Նոյին հետ խոսելով սովորացրեց, թե ինչպես կառուցի մի ամբողջ տապան։ Հավատում եմ, որ ընթացքում էլ ոնց էլ եղնի ցույց է տվել, դժվար թե մարդը մի խոսելուց մի անգամից այդպես հասկանար։ Համաձայն եք դրա հետ։ Ես դժվար հասկանայի։ Մի խոսքով, Նոյից հետո ընտրում է Աբ รา համին։ Գրված Աբ รา համի հետ Աստված նույնիսկ մեկ անգամ եկավ հաց կերավ։ Եվ նա շփվում էր Աբ รา համի հետ։ Աբ รา համից հետո գալիս է Իսահակը։ Իսահակից հետո գալիս է հենց մեր սիրելի Հակոբը, որի հետ Աստված խոսում էր։ Հակոբից հետո խոսում է Հոսեփի հետ։ Դա էլ Հակոբի զավակն է։ Հոսեփից հետո 400 տարի Աստծո ընտրյալ ազգը գտնվում էր Եգիպտոսի գերության մեջ։ Եվ 400 տարի հետո Տերը ընտրում է մեկին, որի անունն էր Մովսես։ Եվ սկսում է Մովսեսի հետ զրուցել ու համագործակցել։ Շատ հետաքրքիր է հին ուխտում նկարագրված, թե Աստված ինչպես էր ոչ թե միայն խոսում Մովսեսի հետ, այլ հենց համագործակցում։ Շատ խորհուրդ կտամ, որպեսզի ով չի կարդացել, բացեք կարդակ։ Իսկ ով էլ կարդացել է, փորձեք հենց այդ տեսանկյունից կարդակ, թե ինչպես է Աստված համագործակցում Մովսեսի հետ։ Եվ Փառք Հիսուսին։ Մովսեսը լսում է Աստծո ձայնը, կատարում է Աստծո խոսքը, եւ Մովսեսով, որպեսզի Աստված ազատագրի իր ազգին,
10 պատիժներ է բերում Եգիպտոսի վրա եւ իր ազգին հանում է Եգիպտոսի գերությունից եւ հանում է անապատի մեջ։ Անապատի մեջ գրված է, որ նա բերեց հասրեց ժողովրդին, ասեմ ձեզ, ուրեմն գրված է, որ ցերեկները Աստված ամպիսույնով էր գնում ժողովրդի առաջից, որովհետեւ հասկանան դեպի ուր են գնում, իսկ գիշերները կրագի սյունով էր գնում, որովհետեւ լուսավոր է, որովհետեւ գրված է մարդիկ գիշեր ու ցերեկ կարողանան քայլեն գնան առաջ։ Եվ գրված է, որ բերեց հաստրեց ծովի դեմը։ Եվ մարդիկ սկսեցին տրտնջալ, վախենալ, որ հեսա փարավոնը կգա եւ մեզ կկոդորի։ Ու գրված է, որ փարավոնը իր խստացավ, նա վերցրեց իր զորքը, եկավ ընկավ նրանց հետևից, որպեսզի կոդորի։ Եվ Աստված Մովսեսին ասում է. «Պարզիր քո գավազանը ծովի ջրերի մեջ եւ ջրերը կբացվեն»։ Եվ Մովսեսը լսեց, խոնարհվեց, պարզեց եւ ծովի ջրերը բացվան։ Ու ամբողջ Իսրայելի ժողովուրդը անցավ ցամաքով։ Նրանց հետևից եկան հասան Եգիպտոսի զորքը, մտան ջրերի մեջ, ցամաքի մեջ ավելի ճիշտ, եւ ջրերը փակվեցին։ Եգիպտոսի զորքը պարտվավ, խեղդվավ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Աստված իշխանություն ունի ես երկրի ամեն եղանակի, ամեն բնության վրա։ Ամեն։ Ուրեմն Աստված բերեց հասցրեց ժողովրդին մի տեղ, որը կոչվում էր Սինայ լեռ։ Եվ գրված է Աստված Մովսեսին իր մոտ կանչեց, այնտեղ շատ դեպքեր ես կարճ եմ պատմում, լավ, հետո դուք կկարտակ։ Երկրորդ անգամը նա կանչեց իր մոտ Մովսեսին, եւ Մովսեսին հետեւյալն է ասում. նախ տալիս է 10 պատվիրանը, գիտենք չէ 10 պատվիրանը որն է։ Ու ասում է հետեւյալը. գրված է Ելից գրքում 25-րդ գլուխ 8-ից 9 խոսքը. Եվ ինձ համար մի սրբարան շինեք, որ իրենց մեջ բնակվեմ, բոլոր ինչպես որ քեզ ցույց տվի Խորանի օրինակը եւ նրա բոլոր կարծիքի օրինակը, այնպես պիտի շինենք եւ դա կոչեց վկայության տապանակ կամ ուխտի տապանակ։ Եվ հետո Աստված խոսում է եւ սովորացնում է ինչպես շինեն, տալիս է չափերը, բացատրում է ձևերը։ Եվ Տերը ասում է. երկու ոսկի քերովբեներ, այսինքն հրեշտակներ, քերովբաներ շինես քավությունը դա կրշկեն է ռուսերեն։ Քավությունի երկու ծայրի վրա։ Կրած շինես նրանց եւ մեկ քերովբեն այս ծայրին եւ մյուս քերովբեն այն ծայրին շինես։ Քերովբեները քավությունիցը պիտի շինես նրա երկու ծայրի վրա եւ քերովբեները տարածում լինեն թևերը վերիցը իրանց թևերովը քավությունիցը ծածկելով եւ նրանց երեսը դեպի իրար լինեն քերովբաների երեսը դեպի քավությունը լինեն եւ քավությունը տապանակի վրա պիտի դնես վերիցը եւ տապանակի մեջ դնես այն վկայությունը որ քեզ տամ եւ ես կհանդիպեմ այնտեղը եւ կխոսեմ ձեզ հետ քավության վրայցը վկայության տապանակի վրա եղած երկու քերովբեների մեջտեղին ամեն ինչ որ պիտի պահրեմ քեզ Իսրայելի որդի համար պատմեմ քեզ Իսրայելի որդիների համար մի խոսքով բարձ խոսքերով ասած Աստված ասում է կաղապարը սարքես հրեշտակներ վրան կդնես հրեշտակները թող խոնարհված լինեն իրանց երեսով եւ թևերը մեկը դեպի մյուսին ու մեկը մյուսին դեպի իրար պետք է նայեն եւ նրանց մեջտեղը իմ հոգով կհայտնվեմ եւ քեզ կսովորացնեմ Գիտեք ինչին եմ սա շատ նմանացնում սա իմ իհարկե անձնական կարծիքն է կարող եք համաձայնվեք կամ կարակ չէ եղբայրասիրության մեջ գալիս է Աստծո ներկայությունը երկու հրեշտակը իրար նայելով եղբայրասիրության որպես պատկեր եւ Աստծո ներկայությունը նրանց մեջ Եվ Տեր Հիսուսին նորից մի օր հարցրեցին թե ո՞րն է ամենամեծ պատվիրանները Եվ նա պատասխանեց Մատթեոս 22-րդ գլխում է դա գրված 36-ից 39 խոսքն եմ կարդում Վարդապետ որ պատվիրանքն է մեծ օրհնումը Հիսուսն էլ նրանց ասեց Սիրիր քո Աստծուն եւ քո բոլոր սրտովը եւ բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը սա է առաջինը
մեծ պատվիրանքը։ Երկրորդն էլ սրա նման է՝ սիրիր քո ընկերին քո անձի պես։ Երկու հրեշտակի մեջ երևաց Աստծո փառքը։ Կարծես թե երկու պատվիրանն էլ այստեղն է։ Հարգիր սիրիր քո Աստծուն, հարգիր սիրիր քո եղբայրը։ Փառք Հիսուսին։ Եվ ինչ դրվավ տապանի մեջ, նկարի մեջ, չգիտեմ նկարեցիք թե չէ, դա ժամանակի ընթացքում դրվավ այդ տապանի մեջ 10 պատվիրանը, որ տվել էր Աստված, եւ դրվավ Ահարոնի ծաղկած գավազանը։ Մի քիչ առաջ ասնելով, ասեմ դա ինչ գավազան էր։ Այնպես ստացավ, որ ժողովուրդը ոտքի կանգնավ եւ սկսեց տրտնջալ, թե ինչպես է որ Մովսեսը եւ քո եղբայր Ահարոնը մեր վրա իշխում եք, չէ՞ որ մենք բոլորս սուրբ ենք։ Եվ Աստված ասեց, ահագին մարդ այդտեղ կոտորվավ, եւ Աստված ասեց, որբիսի էլ մարդիկ չտրտնջան, 12 ցեղի ավակներից հավաքեք նրանց գավազանները եւ բերեք դրեք տապանի առջև։ Եվ ում գավազանը է որ կծաղկի, գավազանը դա չորփեդ է, հասկանում ենք, չէ՞։ Ում գավազանը կծաղկի, դրան էլ ես ընտրել եմ։ Եվ տարան դրեցին ու գրված որ Ահարոնի գավազանը մի գիշերվա մեջ ծաղկավ եւ նույնիսկ վրեն նուշերի պտուղներ տվեց։ Պտուղել էր տվել։ Եվ երբ որ առավոտ եկան, տեսան որ ծաղկել է։ Դա դրված էր ուրեմն ժողովքի խոնարի մեջ։ Ինչ է կոչվում ժողովքի խոնարը։ Դա եւս Աստված սովորացրեց, հեսա նկարում տեսնում ենք, չէ՞։ Դա վրան էր, սովորական բառերով ասելով, որը Աստված բացատրեց Մովսեսին, թե ինչպես պետք է կառուցեն, որը բաղկացած էր երկու տեղից։ Տեսնում ենք վարակույրը։ Վարակույրը դա կտրում էր վրանը երկու մասի։ Առաջին մասը կոչվում էր սրբություն, երկրորդ մասը կոչվում էր սրբության սրբոց։ Եվ կարելի ասել, հենց առաջի պես երկրի վրա Աստծո տունը հենց դա էր։ Որովհետև Աստված ասել էր տապանի վրա ես կհայտնվեմ։ Սրբության սրբոցում դրված էր տապանը եւ խիստ կանոններ կար, որ Աստված տվել էր, թե ինչպես մարդիկ պետք է մտնեն նրա ներկայությունը, ինչպես պետք է տեղաշարժեն այդ ամեն ինչը։ Ամեն բան Աստված տալիս է ու շատ խիստ պահանջում է, որպեսզի այդ ամեն ինչը կատարվի։ Սրբությունում դրվավ 3 առարգա։ Նկարի վրա տեսնում ենք։ Դա բան էր, ուրեմն առաջինը աշտանակը։ Հայերեն գրված է աշտանակը, ռուսերեն սիմիսվեչնիկ։ Տեսնում ենք, որ լույսերը վառվում է։ Սերներ, գիտեք ինչ, շատ հաճախ այդտեղից են երևի վերցրել, որ պետք է ման վառեն, բայց հետաքրքիր այն է, որ գրված է, որ այդ աշտանակի վրա ոչ թե ման էին վառում, այլ բաժակներ էր, բաժակների մեջ 7 բաժակ էր, լցում էին մաքուր ձեթի յուղ ու ամեն մեկ օր մի բաժակը վառում էին։ Որովհետև լուսամուտներ, պատուհաններ չկար վրանում, մութ էր։ Եվ որպեսզի քահանաները այդտեղ ծառայեն, պետք է որ լույս լիներ, կրակ էր պետք։ Եվ հենց 7 հատեր։ Կարծում եմ, որ նաև եւս դա օգնել է նրանց հաշվեն օրերը, որպեսզի 7-րդ օրը սուրբ կարողանան պահեն։ Հաջորդը որ դրված էր, դա սեղանն է, մենք տեսնում ենք, սեղանի վրա դրված էին հացերը, որ մատուցում էին Աստծուն, դա էլ էր հadoop ձևով կառուցված, եւ դրված էր զոհասեղանը։ Դա էլ էր եւս հadoop ձևով կառուցված։ Աստված էր ասել ամեն բանը ինչպես կառուցեն ու ինչպես զոհ մատուցեն։ Ու Աստված շատ խիստ ձևով հետևում էր, որպեսզի ամեն բանը կատարվի հենց այնպես, ինչպես որ ինքն է ասել։ Ու եթե քահանան փորձում էր մի սխալ ձևով մոտենալ տապանին, նա մահանում էր։ Եվ այսպիսով Տերը սովորացրեց մարդկանց, որպեսզի ով ուզում է, ով փնտրում է Աստծո երեսը, գա այդտեղ։ Զոհեր մատուցեն, Աստծուն աղոթեն, մի խոսքով։ Խնդրեմ, որպեսզի դուք կարտակ հետաքրքրվեք այդ ամեն ինչով։ Եվ անցավ որոշ ժամանակ։ Որոշ ժամանակ հետո եկավ մի բան, երբ մարդիկ վերցրեցին Աստծո տապանը եւ գնացին սկսեցին նրանով պատերազմներ իրենց։ Եվ Աստծո զորությունը երևում էր տապանի միջոցով։ Գրված է նրանք պետք է անցնեին Հորդանան գետը։ Ու գրված է, որ տապանը պետք է մենակ ղովտացիները իրենց ուսերի վրա տանեն։ Փայդի ձողերով, որը ոսկով պատված էր։ Ու այդ փայդի ձողերը միշտ պետք է լինեին տապանի մեջ։
Մի խոսքով Տերն ասում է հենց ղևտացիները իրենց ոտքերը, որ կրում են ուրուսերի վրա այդ տապանը դրեցին ջրի մեջ, Հորդանան գետի, ջուրը կանգ կառնի, վերևից էլ չի գա։ Ու Իսրայելի ժողովուրդը բոլորը կարողանան ասնեն։ Հիշում եք, չէ՞ Մովսեսը անցկացրել այս ժողովրդին ջրերով։ Հիմա Տերը ցույց է տալիս, որ տապանով է Տիրոջ զորությունը։ Եվ ինչպես նա ասել էր, այդպես էլ կատարվավ։ Հենց ղևտացիները իրանց ոտքը դրեցին ջրի մեջ, գրածը ջուրը կանգ առավ, հոսքը գետի հոսքը կանգ առավ, պատկերացրեք։ Ու պատիպես կանգնավ ջուրը։ Եվ Իսրայելի ժողովուրդը նրա միջոցով անցան։ Եկան հասան Երեքով։ Երեքովը դա մի քաղաք էր, որի պատերը շատ հաստ է։ Ու անհնար էր գրավել այդ քաղաքը։ Եվ Աստված ասում է, վերցրեք տապանը 7 օր, 6 օր ավելի ճիշտ, օրը մեկ անգամ տապանը շրջանցեք։ 7-րդ օրը ձեր հետ վերցրեք փողերը քահանաներին եւ 7 անգամ շրջանցեք բադի կողքը եւ 7-րդ անգամը թող փողերը հնչացնեն։ Եվ հենց փողերը հնչացնեն, թող բոլոր ժողովուրդը գոռան եւ պատերը կփլվի։ Եվ ինչպես որ ասեց Աստված, այդպես էլ կատարվավ։ Տապանը պտտեցին եւ քաղաքը փլվավ։ Փառք Հիսուսին։ Այդպիսով ես կարծում եմ, որ Տերը ցույց էր տալիս մարդկանց, թե ինչ է սպասում, որբիսի մարդիկ, գիտեք, Աստված կարող վերևից է, չէ, երկնքից է, ուղղակիպես մի հատ քամի ուղարկել, պատերը բլվեր։ Բայց Աստված ասում է վերցրեք եւ արեք այսպես, որբիսի մարդիկ սովորեն Աստծո խոսքը ընդունեն եւ կատարեն, հնազանդվեն։ Միգուցե մի մարդ կար եւ այնտեղ ասում էր, ինչ է պետք է տաբանը տանենք հետներս, ծանր ֆրասնենք, հա։ Բայց պետք էր, որբիսի հնազանդվեն եւ կատարեն։ Եվ նրանք արեցին եւ տեսան Տիրոջ փառքը իրանց կյանքի մեջ։ Փառք Հիսուսին։ Երկար տարիներ ամեն ինչ լավ էր, ծառայում էին Աստծուն, վերջ, մի կերպ հնազանդվել էին, կարծես թե ախր շատ հաստավիզ են մարդիկ, իրոքից։ Մի կերպ ոնց որ ամեն ինչ լավ է իրանց մոտ, գալիս է հեղի ժամանակները։ Հեղին դա ուրեմն քահանայապետ էր։ Եվ գրված է, որ հեղի զավակները շատ պիղծ էին։ Նրանք պետք է օգնեին հեղին, որպեսզի նա ծառայեր Աստծուն։ Բայց նրանք ցավոք սրտի շատ հեռու էին Աստծուց։ Եվ գրված է, երբ որ մարդիկ բերում էին ձեոս աղանների վրա կենտանիներին զոհաբերեն Աստծուն, որպեսզի Աստծանունը իրանց կյանքերի մեջ փառավորվի եւ մեղքերից ազատագրվեն եւ այլ, նրանք առանց զոհը տալու միանգամից միս էին վերցնում, ասում էին, սա մեր բաժինն է։ Եվ մարդիկ շատ էին գայթակղվում։ Նման է, չէ, երբ գնում ես ինչ-որ միտեղ, որպեսզի քեզ համար աղոթեն, քեզ ասում են, սա մեր բաժինն է, սկզբից մեր բաժինը դուր, հետո հարցերը գլուզենք։ Եվ մարդիկ գայթակղվում էին։ Եվ գրված է, նրանք պղծություն էին անում Աստծո առաջ կանանց հետ։ Մի խոսքով մի պիղծ երևույթ էր։ Եվ շատ հետաքրքիր է, որ Տերը հեղին զգուշացրեց եւ ասեց. «Քո զավակները սխալ են իմ առջև», բայց հեղին ցավոք սրտի ոչ մի բան չարեց։ Մենք տեսանք, որ կամաց մարդկանց սրտերը Աստծուց նորից հետ դարձավ։ Եվ շատ հետաքրքիր մի բան կատարվավ։ Հերթական անգամ նրանք գնացին փրեշտացիների հետ պատերազմի։ Պարդվան հետո որոշեցին, թե ինչի համար պետք է պարդվենք, գնանք Աստծո տաբանը բերենք, Աստծո տաբանը երբ մեր հետ էր միշտ հաղթում էինք։ Գնանք Աստծո տաբանը բերենք, որպես այս անգամ է հաղթենք։ Եվ գնացին առանց հարցնելու Աստծուց, իրանց կամքով այն տաբանը, որ հրաշագործ էր, բերեցին իրանց հետ, որ հեսա պետք է հաղթեն։ Գրված է փրեշտացիները տեսան, վախեցան, նրանց սրտերը թուլացավ, բայց որոշեցին, որ դե լավ, վենգել ենք, պետք է քաշենք, բերեք իրար հետ կռվենք։ Ու ինչ կդարվի, որ լավ եղնի։ Կռվան ու հաղթեցին։ Փաստորեն տաբանի վրայի Աստծո ներկայությունը նրանց այս անգամ չօգնեց։ Եվ գրված է մի օրվա մեջ հեղի երկու որդիները մահացան, հետո էլ եկան հեղին նադմասին հայտնեցին, նա էլ ընկավ վիզը կոտրեց, ինքն էլ մահացավ։ Ու իսրայելցիներից 30,000 հոգի այդ օրը մահացան պարտության պատճառով։ Եվ ինչ կատարվեց տաբանի հետ, տաբանը հայտնվավ փրեշտացիների ձեռը։ Նրանք էլ ուրախացան, որ ահա այն զորավոր Աստծո տաբանը մենք հաղթել ենք, վերցրել ենք, ուրա։ Վերցրին տարան դրան իրենց կուրկի կողքը։ Կուրկի անունը Դագոն էր։ Դագոնը դա սիրելներ կիսա մարդ, կիսա ձուկի կերպով բաներ, կուրկ էր։ Եվ նա ուներ իր տաճարը։ Եվ բերեցին ուրախ, որպեսզի
մենք հաղթել ենք, մեր Աստված ավելի ուժեղ է, դրեցին Աստծո տապանը կուրկի կողքը։ Առավոտ զարթնան, եկան մեկ է տեսան, որ Դագոնի կուրկը ընկած է երեսի վրա Աստծո տապանի դեմ։ Շատ տխրեցին, վերցրին իրանց կուրկին տեղը դրեցին, ոնց թե մենք ենք հաղթել, մենք ենք բերել, բայց մեր կուրկը ոնց որ գետնի վրա է, հա։ Երկրորդ օրն օրից գալիս են, գրված է մեկ է տեսան, որ Դագոնի կուրկը նորից ընկած է տապանի առջև, բայց այս անգամ նրա գլուխը եւ ձեռքերը կոտրված է նրա վրայից եւ գծած է շեմի վրա։ Մի բան հարցնեմ ձեզանից, որովհետեւ դա իմ կյանքում եղել է։ Երբ որ ես փոքր էի ու մենք գնում էինք տաճար, շատ հաճախ լսում էի, ասում էին՝ մի կանգնի շեմի վրա։ Ձերքերը կարակ բարձրացնեք, ում են ասել տաճարի շեմի վրա մի կանգնեք։ Բարք Հիսուսին։ Գիտեք դա ինչ որտեղից ոնց հայտնվավ, որ շեմի վրա չպետք է կանգնենք։ Բերեք կարտանք։ Ուրեմն գրված է առաջին թագավորած 5-րդ գլուխ 5-րդ խոսքն է։ Այս պատճառով, այսինքն այս պատճառով, որ ձեռքերն էր գծած Դագոնի եւ ոտքերը շեմի, գլուխը եւ ձեռքերը շեմի վրա, այդ պատճառով Դագոնի քուրմերը եւ բոլոր Դագոնի տունը մտնողները մինչեւ այսօր Ազովտում եղող Դագոնի սերմի վրա չեն կոխիլ։ Այսինքն մենք հասկանում ենք, որ շեմի վրա չկանգնելը դա որոշեցին Դագոնի քուրմերը, որովհետեւ այդտեղ էր գծված Դագոնի գլուխը եւ ձեռքերը։ Մեր Աստծո հետ դա ընդհանրապես կապ չունի։ Բայց տեսակ չէ, մեր ձեռքերը ինչքան շատ էր, որ ասել էին՝ մի կանգնի շեմի վրա։ Զգում եք ինչ աչքան ենք երբեմն շեղում։ Հասարակ բանի վրա։ Ոնց է դա եկի հասե ու մտե քրիստոնեության մեջ։ Զարմանալի է, բայց ցավոք սրտի դա կատարվել է։ Ու հետաքրքիրն այն է, որ գրվածը չէ, որ Աստվածաշունչում։ Մի տեսանք չէին տեսնում, չգիտե չգտնվավ մեկը, որբիսի ասե, թե մի արա դա։ Դա մեր Աստծո հետ ընդհանրապես կապ չունի։ Լավ, անցնենք առաջ։ Ուրեմն հրեշտացիները հասկացան, ինչ դարդեն բեր իրանց գլխուն, վախեցան, հավաքվան իրար հետ քննարկեցին ինչ անեն, որոշեցին քաղաքը փոխեն, ուխտի տապանը ուրիշ տեղ տանեն։ Տարան մեկ ուրիշ քաղաք, իմիջալոց, մի պահ բաց թողեցի, բացի Դագոնից, Աստված նաև զարկեց քաղաքի ժողովրդին եւ նրանց վրա ուռուցքներ դուս եկավ, հիվանդացան։ Եվ դրա համար նրանք փոխեցին տապանը ուրիշ քաղաք տարան։ Բերեցին մյուս քաղաքը, նույն բանը կրկնվավ։ Աստծո տապանի ներկայության պատճառով մարդիկ հիվանդացան։ Եվ հասկացան ինչ է եկել նրանց կյանքի մեջ։ Եվ հավաքեցին գրված է շատ հետաքրքիր է քուրմերին եւ գուշակներին ու հարց են տալիս ինչ անենք Աստծո տապանի հետ։ Սիրելի գուշակներ ինչ անենք։ Եվ նրանց ասում են, քանի որ մեղավոր եք Աստծո առջև, հանգարց դատարկ չուղարկեք Աստծո տապանը։ Ուրեմն ոսկուց ձեր ուռուցքների պես ընծաներ երեք եւ մեկների պես բաներ սարքեք ոսկուց, մի խոսքով ընծաներ մատուցեք եւ դրեք նոր սայլի վրա Աստծո տապանը եւ նոր եզեր լուծեք ու բաց թողեք։ Եթե տապանը գնաց դեպի Իսրայել, ուրեմն փրկվակ։ Մի խոսքով դրեցին, այդպես էլ արեցին ու գրված է, որ եզերը գնում էին, ոչ աջ էին դառնում, ոչ էլ ձախ, ու ուղիղ գնացին դեպի Իսրայել։ Եվ եկավ հասավ Բեթսեմի բնակիչներին, ուխտի տապանը։ Նրանք էլ ուրախացան, տեսան, վայ մեր Աստված մեր վերադարձավ, հա, մեր Աստծո ուխտի տապանը այստեղ է, ինչ անեն, որ լավ եղնի, որբիսի Աստծո խոսքը խախտեն, վերցրեցին եւ բացեցին, նայեցին, թե ինչ կա տապանի մեջ։ Բայց դա խիստ արգելված էր։ Եվ գրված է, որ Աստված զարգեց դրա պատճառով ժողովրդին, ինչքան մարդ մահանա, որ լավ լինի, 50,070 մարդ։ Զուտ են պատճառով, որ բացեցին եւ նայեցին, թե ինչ է դրած տապանի մեջ, խախտեցին Աստծո խոսքը։ Եվ այդ պահին նրանք վախեցան եւ գրված է ուղարկեցին մարդիկ, Կարիաթարմի մարդ եկավ եւ վերցրեցին տապանը
եւ տարան Աբինադաբի տունը։ Եվ երկար ժամանակ տապանը գտնվում էր Ամինադաբի տունը։ Սերն շատ կարևոր է, որովհետեւ մենք Աստծո առջև հնազանդ լինենք։ Որովհետեւ հանգարտ չպատժվենք, որովհետեւ հանգարտ չկոդրվենք։ Մի խոսքով եկավ հրաշալի ժամանակներ։ Եկավ մեր սերելի Դավթի ժամանակները։ Եվ Դավիթը հիշեց, որ Աստծո ուխտի տապանը Աբիդամի տունն էր դրված։ Եվ նրա սրտում հայտնվեց, որ գնա բերի Աստծո ուխտի տապանը իր քաղաքը դնի։ Լավ, մի հատ պախոտ ձեռնարկեց, գնաց, մի հատ նոր սել վերցրեց, ուխտի տապանը դրեց վերեն ու շարժվան դեպի իր քաղաքը։ Հիշում եք, չէ, Աստված ասել էր. տապանը պետք է ղովտացիները փեդի ձողերով իրանց ուսերի վրա տանեն։ Ոնց Դավիթը դրեց կառքի վրա դրեց, մենակ Դավիթը գիտի։ Եվ գրված է, որ երբ որ գնում էին, տապանը շեղվեց, եւ մեկը, որի անուն էր Ոզիա, ձեռը մեկնեց, որպեսի պահի տապանը, եւ տեղում մահացավ։ Դավիթն էլ վախեցավ, ճանապարհը թեքեց եւ տարավ տապանը Գետացի Աբդեոնի տունը։ Մի խոսքով իր արածից ինքն էլ փոշմանեց, բայց գրված է, որ տապանը Աբդեոնի տունը շատ օրհնեց եւ եկան այդ մասին Դավթին պատմեցին եւ Դավիթը որոշեց, որ չէ, պետք է այս անգամ ինչպես Աստված ասել էր, ամեն բան կազմակերպի եւ գնա բերի տապանը իր մոտ։ Եվ այս անգամ ինչպես հարկներ պատրաստվեցին, ուսերի վրա դրեցին եւ տապանը բերեցին, վերջապես հասցրեցին Դավթի մոտ։ Օրից մի օր գրված է Դավիթը իր սրտում մտածեց ու ասեց. ես ապրում եմ փայդես տուն։ Հիշում եք, չէ՞ նկարը, Աստծո տապանը դրված էր վրանում։ Իսկ տապանը վրանում է։ Տապանի համար Աստծո տուն կառուցեմ։ Մարգարենը ասեց. Դավիթ ջան, ինչ ուզում ես, դա էլ արա։ Եվս Աստծուց չհարցրեցին, բայց այդ օրը, հենց այդ օրը Աստված մարգարեներին ասեց. գնա ասի Դավթին, լավ բան ես մտածել, բայց դու չես կառուցելու։ Քո զավակը կառուցի։ Սողոմոնը։ Մի խոսքով, եկավ Սողոմոնի ժամանակները եւ Սողոմոնը վերջապես քարից մեծ տաճար կառուցեց։ Տաճարը եւս բաղկացած էր երկու սենյակներից՝ սրբությունից եւ սրբության սրբոցից։ Սրբության սրբոցը դրվավ ուխտի տապանը, սրբությունը դրվավ այն երեք առարգաները, որի մասին մենք ասացինք՝ սվիճիլնիկը, սեղանը եւ զոհասեղանը։ Այնպես ինչպես որ վրանում էր։ Ուղղակի հիմա քարից տաճար հայտնվավ։ Եվ ամբողջ ժողովուրդը գնում էին այնտեղ, որպեսզի երկրպագեն Աստծուն։ Երկար տարիներ դա անցավ եւ մարդիկ սովորեցին, որ պետք է գան այդտեղ Աստծուն ծառայեն։ Անցավ ժամանակ։ Մարդիկ սերտերը այդպես ներողություն նորից թեկեցին Աստծուց եւ գրված է Աստված բերեց մի թագավորի Քաղդիանիցերի թագավորին եւ նա քանդեց Աստծո տաճարը, գրավեց Երուսաղեմը, քանդեց Աստծո տաճարը, վառեց, այրեց, իշկան ոսկե բանկար հավաքեց, տարավ։ Գիտեք, պատմական փաստ է, ամեն բան նրանք ինչ վերցրել են, այդտեղից գրել են։ Բայց զարմանալին էր, որ Աստծո տապանը չկար։ Նրանք չկարողացան գրավել Աստծո տապանը։ Ու այդ օրվանից Աստծո տապանը համարվում է կորցված։ Մարդիկ չգիտեն որտեղ է դա։ Շատերը կան, ով ուզում են փորձեն գտնեն, որովհետև մտածում են, եթե գտան, Աստծո ուժը նրանց հետ կլինի։ Ասում են նույնիսկ հենց ինքը Հիտլերը փորձել է գտնել այդ տապանը, չի ստացվել։ Գիտեք, չի ստացվել, որովհետև կա Աստծո խոսքը։ Երեմիա գրքում գրված է 3-րդ գլուխն եմ կարդում 16-րդ խոսքը։ Եվ երբ որ դուք շատանաք եւ աչած կլինեք, այն երկրումը այն օրերը ասում է Տերը, եւ այլևս չեն ասիլ Տիրոջ ուխտի տապանակ,
այլևս չեն ասի Տիրոջ ուխտի տապանակը։ Եվ նա միտք չի տա, եւ նրան չեն հիշի եւ չեն ուզի։ Այսինքն Աստված ասել էր, որ մարդիկ կմոռանան տապանի մասին, կգա այդ օրերը։ Եվ վել ոչ կփնտրեն, ոչ էլ կհիշեն տապանի մասին։ Անցավ որոշ ժամանակ, երկրորդ անգամ վերականգնեցին Սողոմոնի տաճարը։ Եվս կառուցեցին սրբության սրբոցը, կախեցին վարակույրը։ Բայց մի բան, շատ կարևոր բան, անհետացավ սրբության սրբոցից։ Տապանը չկար այլևս, բայց քահանաները եւս գալիս են այդտեղ եւ աղոթում էին։ Եկավ Տեր Հիսուսի ժամանակները։ Եվ գրված է, երբ որ Տեր Հիսուսին ջրով մկրտեցին, նա ջրի մեջ էր եւ նրա վրա իջավ աղավնու կերպարով Սուրբ Հոգին, այն Հոգին, որ գալիս էր տապանի վրա։ Իջավ Տեր Հիսուսի վրա։ Դա Աստծո կամքն է։ Հենց դա ցույց տվավ, որ Տեր Հիսուսը մեր Տերն է։ Եվ հետաքրքիրը որն է, որ Տեր Հիսուսը լինելով Աստծո զավակ, կատարեց հրաշքներ, քայլեց ջրի վրա, հիշում եք չէ, ջրերը բացվում էին, ջրերը հնազանդվում էին Աստծուն, եւ կատարեց նա հրաշքներ, եւ քայլեց ջրերի վրա, եւ ցույց էր տալիս այն ամեն ինչ, որ Իսրայելի ժողովուրդը սովոր են, որովհետեւ նրանք հասկանան, ահա մեր Տերը սա է։ Բայց մարդիկ հաստավիզ են։ Բայց Տեր Հիսուսը մեզ խոսք է տվել։ Ղուկաս ավետարանում գրված է 11-րդ գլուխ 10-րդ խոսքն եմ կարդում։ Այդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդկանցը, որքան ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգուն կտա նրան, որ ուզում են նրանից։ Սերներ, մեր Տիրոջ կամքն է, որպեսզի Սուրբ Հոգին գա մեր վրա։ Դա մեր կամքը չէ, դա մենք չենք որոշել, դա մենք չենք օրինել, դա իր Սուրբ կամքն է։ Հաջորդ խոսքը Հովհաննես գլխում է գրված, Հովհաննես գրքում 7-րդ խոսքին 7-րդ գլխուց 37-ից 39 խոսքը կարդամ։ Եվ տոնի վերջին մեծ օրումը Հիսուսը կանգնած էր, աղաղակեց եւ ասեց. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմե։ Ինձ հավատացող ինչպես գիրքն ասում է, նրա փորիցը կենտանի ջրերի գետեր կբխեն։ Սա ասեց այն հոգու համար, որ ընդունելու էին նրա հավատացողները, որովհետև դեռ Սուրբ Հոգին տրված չէր, որովհետև Հիսուսը դեռ փառավորված չէր։ Սերներ, ըստ Աստծո կամքի եւ նրա ողորմության Տերը ասեց. Հիսուս Քրիստոսը հենց կփառավորվի, Սուրբ Հոգին արդեն կգա մեր վրա։ Խաչի վրա, երբ որ Տեր Հիսուսը մահացավ, գրված է, որ այն վարակուրը, որ գրված կար սրբության սրբոցում, հիշում եք, չէ, որի հետևը դրած էր Սուրբ Տապանը, վերևից վար պատրվեց։ Եվ դա նշանակեց, որ Սուրբ Հոգին հիմա ով խնդրում է, գալիս է ամեն մարդու վրա եւ դարձնելով անձին ինչ սրբության սրբոց։ Որովհետեւ այդ Հոգին հիմա բնակվում է մեր մեջ։ Դա է մեր Աստծո կամքը։ Փառք Հիսուսին։ Հիմա կասես, եթե Սուրբ Հոգին մեր մեջ է, ինչ համար գնանք, ուր գնանք։ Բայց Տեր Հիսուս ասեց. Ես կկառուցեմ իմ եկեղեցին եւ դժոխքը չի հաղթի նրան։ Հիմա Աստծո կամքն է, որբիսի ամեն մի սրբության սրբոցը գա եւ միաբանվի եկեղեցում, որբիսի լինի միաբանություն, որովհետեւ միաբանության մեջ գալիս է Աստծո ներկայությունը։ Դա է նրա կամքը, սիրելիներ։ Ու հիմա հարց. Եթե մեջ բնակվում է սրբության սրբոցը ես եմ, Սուրբ Հոգին իմ մեջ բնակվում է։ Եթե ես գալիս եմ եկեղեցի եւ ես համարում եմ, որ ես այս եկեղեցու մի մասնիկն եմ ըստ իմ Տիրոջ կամքի։ Ինչ հարկ է, որ ես ընկնեմ տաճար իշ մանգամ, ում մանգամ։ Ինչ փնտրեմ, ինչ եմ արդեն ես կորցրել, որպեսզի ընկնեմ այստեղ այնտեղ պանդուխ դառնամ, բան փնտրեմ։ Սերներ, մեր Աստծո կամքն է, որպեսզի մենք եկեղեցի հավաքվելով, այստեղ գտնվելով, մի քանի բան սորվենք։ Միաբանություն, եղբայրասիրություն եւ իրար ներել։
որովհետև մեր Տերը մարդասեր է եւ ներող է։ Նա կամենում է, որպեսզի մենք էլ նմանվենք նրան։ Փառք Հիսուսին։ Այսքանով սիրելիներ։ Փառք Հիսուսին։ Այնպես որ մի կարճ վկայություն ձեզ ասեմ, շատ հաճախ լսում եմ ասում են, երբ որ մենք գնում ենք տաճար, մենք Աստծո ներկայությունն ենք զգում։ Այնպես ստացվեց, որ ես բնակվում եմ 19-րդ հարկում։ Առավոտներս, երբ որ վերելակի կոճակը սխմում եմ, երբեմն 5-ից 10 րոպե սպասում եմ, մինչև վերելակը բարձրանա։ Ես էլ որոշել եմ, որպեսզի հայր մեր աղոթք ասեմ այդ ընթացքում եւ աղոթք անեմ, մինչև վերելակը բարձրանում է։ Երբ մտնում եմ վերելակ, տեսնում եմ մարդ չկա, աղոթելով իջնում եմ ներքև, աղոթելով քայլում եմ մինչև մեքենաս։ Մի խոսքով, սովորել եմ, որ վերելակի դեմը աղոթք եմ անում։ Ես վերջերս քրոջս երեխաներն էին մեր տունը եւ ցերեկը նրանց հետ դուրս եկա։ Ու ես մոտեցա եւ վերելակներին հասկացա, որ սրտումս աղոթք անելու ցանկություն կա։ Որովհետեւ իմ սիրտը արդեն նախապատրաստված է, որ այդտեղ պետք է ոնց որ աղոթք անեմ։ Սիրելիներ, մարդիկ, երբ որ իրանց սրտերով նախապատրաստված գնում են յուրաքանչյուր տաճար եւ փնտրում են Աստծո ներկայությունը, Աստված ողորմած Աստված է, Աստված սիրող Աստված է։ Նա պատասխանում է մարդկանց։ Բայց դա չի նշանակում, որ դա է ճիշտը։ Որովհետեւ կա Աստծո խոսքը գրված։ Եվ Տեր Հիսուսը ասում է. «Միաբանվեք եկեղեցու։ Եկեղեցուն չի հաղթի դժոխքը։ Սիրիր եղբորդ քո անձի պես։ Սովորենք դրան, որովհետեւ մեր Աստված փառավորվի»։ Ու հիմա այսօրվա օրը, սիրելիներ, էլ ոնց ասած, այդքան էլ էական չէ, թե մենք տաճարում ենք հավաքվում, ինչ որ մի տուն ենք հավաքվում, միգուցե դաշտերում ենք հավաքվում։ Այնտեղ, որտեղ մենք խոսում ենք Աստծո խոսքը, Տեր Հիսուս ասեց. «Ես ձեր մեջ կլինեմ»։ Ամեն։ Թող մեր սրտերը կախված չլինեն տաճարներից եւ քարերից։ Փառք Հիսուսին։ Թող փառավորվի Տերը մեր կյանքում։